ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարվել։ Օրակարգում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն է։ Այն խորհրդարանականներին է ներկայացնում արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում ճգնաժամերի կառավարման ոլորտում լավագույնս օգտագործել Եվրոպական միության փորձն ու գիտելիքները։ Հարգելի գործընկերներ, թույլ տվեք նկատել, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ընդլայնվող համագործակցության շրջանակներում արդեն իսկ շատ կարևոր տեղ է զբաղեցնում անվտանգային և պաշտպանական ոլորտի համագործակցությունը, և ըստ էության այս համագործակցության շրջանակներում է նաև, որ Հայաստանում տեղակայվել է Եվրոպական միության դիտորդական առաքելությունը և Հայաստանի Հանրապետությունը ցանկություն ունի ոչ միայն անվտանգության սպառող լինել, այլ նաև աջակցել այն անվտանգային միջոցառումներին, որ մեր եվրոպացի գործընկերները իրականացնում են։ Փոխնախարարը պատասխանում է պատգամավորների հարցերին։ Հարցը վերաբերում է հետևյալին, նախ խնդրեի, որպեսզի հրապարակեիք, որ երկրներն են, որ Եվրամիության հետ ունեն այսպիսի համաձայնագրեր, այդ թվում նաև ՀԱՊԿ անդամ երկրներից կան, արդյոք թե չկան, և երկրորդը ռազմական բլոկի շրջանակներում համագործակցությունը, ինչը ավելի կոնկրետ իրենից ներկայացնում։ Կանադան, Շվեյցարիան, Նորվեգիան այն պետությունների թվում են, որոնք ունեն նմանօրինակ պայմանագրեր Եվրոպական միության հետ, բայց բնականաբար այս ցանկը այդքանով չի սահմանափակվում, ցավոք ամբողջական ցանկը այս պահին ներկայացնել չեմ կարող, բայց եթե իմ հիշողությունը ինձ չի դավաճանում, ՀԱՊԿ անդամ պետությունները նմանօրինակ համաձայնագրեր Եվրոպական միության հետ չունեն, իսկ ինչ վերաբերում է առանձին առաքելություններին, որոնց վերաբերյալ իրավական համակարգի ստեղծման պարագայում Հայաստանի Հանրապետությունը կարող է քննարկումներ սկսել Եվրոպական միության հետ միանալու այս կամ այն առաքելությանը, ուզում եմ ասել, որ մեր նախնական ընկալումները առավելապես վերաբերվում են քաղաքացիական առաքելություններին մասնակցությանը։ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ընդգծում է. Հայաստանի մասնակցությունը ԵՄ առաքելություններին կնպաստի կողմերի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցության հաստատմանն ու ամրապնդմանը։ Հայաստանը նույնիսկ ԵՄ անդամության թեկնածու չի, նույնիսկ ասոցիացիան համաձայնագիր չունի, բայց արդեն վերջին նախադասությունն է, արդեն մենք մեր հարաբերությունները այնքան խորն են, որ մենք կարող ենք մասնակցել իրենց արտաքին անվտանգային և պաշտպանական առաքելություններին երրորդ երկրներում։ Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին հետաքրքրում է ռազմական առաքելության հետ կապված մանրամասները։ Մարդասիրական, փրկարարական, ռազմական խորհրդատվության, հակամարտության կանխարգելման, խաղաղապահ գործողությունների ճգնաժամերի կառավարման շրջանակում մարտական ուժերի առաջադրանքներ եւ այլն։ Ահա այս է Եվրոպական միության մասին համաձայնագրով այն գործողությունների շրջանակը, որի շրջանակում կարող են տեղի ունենալ ռազմական առաքելություններ, մնացածը արդեն որոշվում է տվյալ յուրաքանչյուր դեպքում առանձին որոշմամբ։ Այս համաձայնագրով Հայաստանի համար սահմանվում է առաքելություններին մասնակցելը ոչ թե պարտականություն, այլև իրավունք է, ասաց Եղոյանը։ Պատգամավորներն ամբիոնի մոտ են մտքեր փոխանակելու համար։ Ես կարծում եմ, սա շատ լավ առիթ է նախ Հայաստանում տեղակայված Եվրոպական միության քաղաքացիական առաքելության բոլոր ներկայացուցիչներին մեր երախտագիտությունը հայտնելու, Հայաստանում նրանց իրականացվող առաքելության վերաբերյալ, իհարկե սրա մասին խոսելու առիթներ նախկինում ևս ունեցել ենք, բայց սա էլ առիթ է շեշտելու, որ մենք շնորհակալ ենք այդ մարդկանց, նրանց ընտանիքներին, նրանց ժողովուրդներին, նրանց կառավարություններին այդ կարևոր որոշումը Հայաստանի համար կայացնելու համար եւ արդեն տևական ժամանակ այդ ծառայությունը Հայաստանին մատուցելու համար եւ ինչպես արդեն գործընկերս շեշտեց, կարևոր է նաեւ որպեսզի Հայաստանը լինի նման առաքելությունների ոչ միայն սպառող, այլև որպես միջազգային հանրության պատասխանատու մասնակից
նման առաքելություններին նաև նպաստող։ Ինչպես բնորոշ է, անդադ խեղաթյուրվում է հարցադրումները եւ փորձ է արվում, ինչպես արվեց սրանց առաջ, բաժակ նայել հարցադրումների ներքո եւ սուրճի բաժակ, ընդ որում այն դեպքում, երբ որ այդ բաժակի մեջ սուրճ էլ չկա։ Հիմա այս դեպքում ես եւս մեկ անգամ ուզում եմ փաստեմ, որ ակնհայտ է, այստեղից ելույթներ են ունենում մարդիկ, որոնք որ իսկապես համաձայնագիրը կամ չեն կարտացել, կամ առնվազն սահմանադրական դատարանի որոշմանը ծանոթ չեն, որտեղ ուղիղ սև ու սպիտակի վրա գրված է պարտավորությունները, որոնք Հայաստանը ստանձնում է, ոչ միայն ֆինանսական, նաև որոշումների կայացման, արձագանքման, եւ իմ հարցադրումը սրան էր վերաբերում։ Հայաստան խմբակցությունը հայտարարեց, որ նախագծին ձեռնպահ է քվեարկելու։ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. Ես առաջարկում դեմ քվեարկեք։ Սենց չի լինի, էլի, ամեն ինչին դուք ձեռնպահ եք քվեարկում։ Խմբակցությունը պիտի ունենա կարծիք, մարդիկ ձեզ չեն ընտրել, որպեսզի դուք ամեն ինչին ձեռնպահ քվեարկեք։ Դեմ եք քվեարկեք, դեմ, կողմ եք քվեարկեք, կողմ։ 55 կողմ, 0 դեմ, 24 ձեռնպահ ձայներով ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրը։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։